Բարևձեզ, Արևմտյան Հայաստանի հեռուստաընկերության հերթական լուրերն են։ Աղն ու ցին, խորհրդատվություն բնիկ ժողովուրդներու պահպանության մասին, Արմենակ Աբրահամյան, փորձագետներու մեխանիզմի հետագա աշխատանքները, Վաննա լիճին անոր բնական, մշակութային եւ պատմական ժառանգության պաշտպանության մասին, Արևմտյան Հայաստանի ազգային ժողովի նիստին քննարկվեցան ՄԱԳ-ի աշխատանքներն ու հայկական ժառանգության պահպանության հարցերը։ Երևանի մրցույթի դաղավարեն հերացված է «Մենք ենք մեր սարերը» պատկերը, Շուշիի ռեալական դպրոցը, Աշոտ Հարությունյան, Պոշաները հայկական լեռնաշխարհի առանձնահատուկ համայնք, Կարինի տաշտին մեջ արձանագրված է սևագլուխ թեղին գցար։ Բնիկ ժողովուրդները մարդկության ժառանգության անփոխարինելի մասն են, անոնք լեզուներու, գիտելիքներու, ավանդություններու եւ իրենց նախնիած հողերուն հետ հարավոր կապերու պահպաններն են, որոնք կհարստացնեն ամբողջ մարդկության մշակութային բազմազանությունը։ Դարերու ընթացքին ժողովուրդներ փոխանցած են խորիմաստ ուսմունքը։ Համայնքի գոյատևումը գախյալ է ոչ միայն իր հողին վրա ֆիզիկական ներկայություն են, այլ նաեւ իր հիշողությունը պահպանելու եւ զայն աբակա սերունդներուն փոխանցելու կարողություն են։ Այս գաղափարը կարելի է ամփոփել արդահայտությամբ, պահպանե աղնուցին, աղը գխորհրդանշե հավաքական հիշողությունը, լեզուն, մշակույթը, ավանդությունները, հավատալիքները, սովորություններն ու արժեքները, որոնք կպահպանեն ժողովրդի ինքնությունը, ինչպես աղը հնագույն ժամանակներեն պահպանության խորհրդանիշ եղած է, նույնպես հիշողությունը կպահպանե ժողովրդի գոյությունը պատմության փորձություններուն ընդմեջեն։ Ցին գխորհրդանշե ազատությունը, շարունակականությունն ու փոխանցումը, ան կմարմնավորե ժողովրդի կարողությունը, իր ժառանգությունը, հաստատությունները եւ զարգացումը շարունակելու, իր ինքնորոշման իրավունքը միջազգային իրավունքին համաձայն իրագործելու եւ իր ինքնությունը, մշակույթը ու նախնիած հողերուն հետ կապը աբակա սերունդներուն փոխանցելու։ Առանց ցիու աղը կպահպանե հիշողությունը, բայց չի գերդեր աբական։ Առանց աղի ցին առաջ կերտա, չգիտնալով թե ուր գեգուկա։ Բնիկ ժողովուրդներուն անհրաժեշտ են երկուքնալ։ Այս իրողությունը արդացոլված է ՄԱԳ-ի բնիկ ժողովուրդներու իրավունքներուն մասին հռչակագրի մեջ, որ կվերահաստատե անոնց իրավունքը պահպանելու իրենց մշակութային ինքնությունը, նյութական եւ ոչ նյութական ժառանգությունը, լեզուն, ավանդությունները, հաստատությունները եւ իրենց նախնիած հողերուն հետ ունեցած հոգեվոր ու պատմական կապերը։ Ուստի բնիկ ժողովուրդներու պաշտպանությունը միայն անցյալի պահպանությունը չէ, այլ նաեւ աբակայի երաշխավորումը անոնց հիշողության, աղին եւ փոխանցման, ցիուն պահպանումը, ներառյալ մարդու իրավունքներու խորհրդին մեջ անոնց մասնակցության ամրապնդումը։ Մշակութային մի օրինագծման, լեզուներու անհետացման եւ նախնիած ժառանգություններու գորստյան պայմաններուն մեջ այս պատասխանատվությունը կվերապերի ամբողջ մարդկության։ Երբ բնիկ ժողովուրդ մը կանհետանա, մարդկությունը կգործընծնե իր հավաքական հիշողության մեկ մասը։ Իսկ երբ ան կպահպանե իր լեզուն, մշակույթը, արժանապատվությունն ու իր ժառանգությունը փոխանցելու կարողությունը, ամբողջ մարդկությունը կհարստանա։ Պահպանել աղնուցին կնշանակե պահպանել անցյալի հիշողությունն ու աբակայի խոստումը, պաշտպանել արմատները առանց հրաժարելու հորիզոնեն եւ ընդունել, որ ժողովուրդներու բազմազանությունը մարդկության մեծագույն հարստություններն մեկն է։ Արմենակ Աբրահամյան, Արևմտյան Հայաստանի ազգային խորհրդի նախագահ, Արևմտյան Հայաստանի հայերու ժողով։ Հարկելի մեխանիզմի մասնակիցներ, ՄԱԳ-ի բնիկ ժողովուրդներու իրավունքներուն մասին հռչակագրին ընդունման 20-ամյակին նախաշեմին, որուն մշակման գործընթացին Արևմտյան Հայաստանի հայերու ժողովը մասնակցած է սկիզբեն, ժամանակը եկած է մեխանիզմի հետագա աշխատանքներուն տեսանկյունեն առաջին գնահատականը տալու։ Մեր ազգային վերակազմավորման գործընթացը, որ հիմնված է ինքնորոշման իրավունքին վրա, կշարունակվի։ Մեր դիմադրությունը, որ մեր գոյության իրավունքի արդահայտությունն է, կշարունակվի հագարակ տակավին ընթացքի մեջ գտնվող ցեղասպանական գործընթացին։ Մենք այս դահլիճին մեջ ներկայացուցած ենք Թուրքիո, իսկ հետագային թուրք-ադրբեջանական ծրագրին էությունը, որ 1894 թվականին հայ ժողովրդի ցեղասպանութենեն սկսյալ, մինչև 2023 թվականին Արցախի 150,000 բնիկ հայերու էթնիկ զդումը, որուն հետևանքով զոհվեցավ ավելի քան 5,000 մարդ, իր փառփարոսության մեջ ովև է սահման չջանցած, խախտելով Ժնևյան բոլոր համաձայնություններն ու միջազգային պայմանագրերը, որոնք իրենք իսկ ստորագրած են։ Այս փառփարոսությունը դատապարտված է մարդու իրավունքներու եվրոպական դատարանին կողմէ, որ փաստագրած է, թե ինչպես այսպես կոչված ադրբեջանական բանակին զինվորները հետապնդած են Արցախի անդառներուն մեջ փախչող երկու փոքրիկ տղաներ, երկու եղբայրներ, որոնք կփորձեին փրկվել, սակայն վերջի վերջո դաժանորեն սպանված են։ Այն փաստը, որ Թուրքիան եւ Ադրբեջանը, լալով այդ համաձայնություններուն մասնակիցները, կխախտեն թե այդ միջազգային փաստաթուղթերը, թե բնիկ ժողովուրդներու իրավունքներուն մասին հռչակագիրը, կվնասե ՄԱԳ-ի մեխանիզմներուն հեղինակության եւ արժանապատվության։ Հիշեցնեմ, որ Ադրբեջանը ցերնբահ մնացած է բնիկ ժողովուրդներու իրավունքներուն մասին հռչակագրին ընդունման ժամանակ քվեարկութենեն։ Ուստի ժամանակը եկած է աբակայի համար ստեղծելու ավելի բարձր իրավական մագարտակի մարմինը, բնիկ ժողովուրդներու իրավունքներու պաշտպանության միջազգային դատարան եւ գարաչարգենք այս հարցը
հարցը ներառել մեխանիզմի հետագա աշխատանքներու օրագարկին մեջ։ Շնորհակալություն։ Լիդիա Մարգոսյան, Ազգային խորհուրդ։ Վանա լիճը Արևմտյան Հայաստանի ամենեն մեծ լիճն է եւ Մերձավոր Արևելքի կարևորագույն փակ ավազանային կենսահամագարկերեն մեկը։ Իր բնաբահբանական արժեքեն զատ անբացառիկ պատմամշակութային եւ բնապատկերային ժառանգություն է, սերտորեն կապված հայկական քաղաքագործության եւ հազարամյակներու պատմության հետ։ Մեր ուսումնասիրությունը կփաստե, որ Վանա լիճին եւ անոր շրջահավաք ավազանին կենսահամագարկը արագ կվատարանա։ Արձանագրված են ջուրի մագարտակի շարունակական նվազում, կլիմայական փոփոխություններեն փխող երաշտի խորացում, գոշ տապոններու եւ միկրոպլաստիկի գուդագում, ջուրերու աղտոտում, ինչպես նաեւ արդյունաբերական եւ շինանյութերու արդյունահանման գործունեության ընդլայնում լիճի անմիջական հարևանությամբ։ Այս զարգացումները կսպառնան կենսաբազմազանության, խոնավ դարածներուն եւ չվող թռչուններու կենսամիջավայրերուն։ Ուսումնասիրությունը նաեւ մտահոգություն կհայտնի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումներու եւ արդյունագրման ընթացագարկերու թափանցիկության, ինչպես նաեւ լիճի վրա գուդակային ազդեցություններու լիարժեք գնահատման բացակայության վերաբերյալ։ Թեև ջրային բաշարներու եւ երաշտի կառավարման ազգային ռազմավարություններ ընդունված են, իրականացվող միջոցները ըստ էգույցին բավարար չեն վատարացումը գասեցնելու համար։ Հարգելի հայրենագիտներ, նույն ամբողջությամբ կարելի է գարտալ մեր պաշտոնական կայքեն։ Հուլիս 15-ին դեղի ունեցավ Արևմտյան Հայաստանի ազգային ժողովի խորհրդարանի 25-րդ առցանց նիստը, որ վարեց փոխնախագահ Մարիետա Դոմիկյան։ Էդիտա Պեկլարյան ամփոփեց Ժնևի մեջ կայացած ՄԱԳ-ի բնիկ ժողովուրդներու փորձագետներու մեխանիզմի 18-րդ նստաշրջանին ընթացքին դեղի ունեցած հանդիպումներն ու ելույթները։ Նշվեցավ, որ Արևմտյան Հայաստանի Հանրապետության նախագահ Արմենակ Աբրահամյանն ու պատվիրակության անդամ Գագիկ Տադևոսյան անդրադարձած են Արցախի պատմամշակութային ժառանգության ոչնչացման, հայատյացության, արհեստական բանականության միջոցով դարածվող ադելության խոսքին եւ Ադրբեջանի շարունակվող զավթողական քաղաքականության։ Մարիետա Դոմիկյան ներկայացուց հայ ժողովրդի հնագույն խորհրդանիշներու պատմությունը, դարբեր մեկնաբանություններն ու ժամանակակից ընկալումները։ Քննարկումը ընդգծեց ազգային խորհրդանիշներու պահպանման եւ արժեվորման կարեւորությունը։ Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն հասարակական կազմակերպությունը հայտարարություն տարածած է Երևանի Անուշավան Դեր-Ղևոնդյանի անվան երաժշտական դպրոցին մեջ տեղի ունեցած միջադեպին վերաբերյալ, ուր ցուցահանդես մրցույթեն հերացված է Ստեփանագերդի «Մենք ենք մեր սարերը» Տատիկ Պապիկ հուշարձանը պատկերող աշակերտական աշխատանքը, զայն գնահատելով որպես հակապետական քայլ։ Կազմակերպությունը դեպքը կդիտարկե որպես Արցախի մշակութային ժառանգության նկատմամբ մտահոգիչ միտումներու արտահայտություն, նշելով, որ միջազգային հարթակներուն մեջ անբավարար են Արցախի պատմամշակութային ժառանգության պաշտպանության ուղղված քայլերը, իսկ նման միջադեպերը կնպաստեն արցախյան խորհրդանիշներու հանրային տարածքեն աստիճանական դուրս մղման։ Միաժամանակ հիշեցվի, որ Գրթության, Գիտության, Մշակույթի եւ Մարմնագործության նախարարությունը պաշտոնապես հայտարարած է, թե ովևէ քրավոր կամ բանավոր ցուցում չէ դրված Արցախ անվանումը հերացնելու կամ Արցախի խորհրդանիշներու ցուցադրությունը արգելելու վերաբերյալ։ Գազագերբությունը կշեշտե, որ մշակութային ինքնության եւ ոչ շինական ժառանգության պահպանումը միջազգային իրավունքով պաշտպանված հիմնարար իրավունք է եւ կբահանջի հետեւողական պետական քաղաքականություն։ Գազագերբությունը գոչ կուղե դեղական եւ միջազգային իրավապաշտպան մշակութային ժառանգության պահպանությամբ զբաղվող գազագերբություններուն եւ պետական մարմիններուն ուշադրություն դարձնելու ներկայացված փաստերուն եւ բարձրացված մտահոգություններուն։ Շուշիի ռեալական դպրոցի շենքը հիմնադրված է ռուսական կայսրության ժամանակաշրջանին եւ երկար տարիներ եղած է դարաշրջանի կարևորագույն գրթական հաստատություններն մեկը։ Թեև անը ստեղծված էր կայսրության գրթական քաղաքականության ձիրին մեջ, դպրոցի աշակերտներուն ճնշող մեծամասնությունը հայեր էին։ Դպրոցի շրջանավարտներեն շատերը իրենց կրթությունը շարունակած են Սանկտ Պետերբուրգի եւ Մոսկվայի բարձրագույն ուսումնական հաստատություններուն մեջ, դառնալով գիտության, մշակույթի, կրթության եւ հասարակական կյանքի նշանավոր ներկայացուցիչներ։ Այս փաստերը կվկայեն, որ Շուշին եղած է ոչ միայն մշակութային, այլև գրթական խոշոր կենտրոնը, ձևավորելով հայկական մտավոր ներուժի կարևոր մեկ բաժինը։ Այս պատմական իրողությունը եւս մեկ անգամ կշեշտե, որ շուշեցիներու բազմատարիան գրթական եւ մշակութային ավանդությունները չեն կրնար անդեսվիլ կամ նսեմացվիլ Բարզունակ կարծատիպերով։ 19-րդ դարու լուսանկարին մեջ պատկերված են երկու փոշա երաժիշտներ, հայկական լեռնաշխարհի հնագույն համայնքներեն մեկուն ներկայացուցիչները։ Փոշաները տարեր շարունակ ապրած են Հայաստանի եւ հարագից շրջաններու մեջ, զբաղելով արհեստներով, երաժշտությամբ եւ արևդուրով։ Անոց խոսակցական լեզուն եզակի հիբրիդային լեզուն է, որ կմիացնե հայերենի, հատկապես գարինի, Էրզրումի բարբարի քերականությունը հիմնականորեն հնդկական ծագում ունեցող բառաբաշարին հետ, վկայելով փոշաներու պատմական ձևավորման եւ հայկական միջավայրի մեջ
երկարադեպ համագեցության մասին։ Այսօր Սևծովյան ապամերձ շրջաններուն մեջ պահպանված են մահմեդական փոշահամայնքներ, իսկ Վրաստանի մեջ քանի 1000 անդամ ունեցող քրիստոնյա փոշաներու համայնք։ Սակայն Լոմավրենը անհետացման եզրին է խոսողներու TV գդրուկ նվազման պատճառով։ Փոշաներու մշակութային ժառանգությունը հայկական լեռնաշխարհի բազմազան պատմամշակութային ժառանգության կարևոր մասն է եւ արժանի է պահպանության ու գիտական ուսումնասիրության։ Հուլիսին Գարինի Տաշտին մեջ նկատված է սևագլուխ տեղին գծարը, որ լուսանկարված է ջահջային տարածքի մեջ։ Այս տեսակը հիմնականորեն կբնադրե խոնավ վայրերու մեջ եւ կսնանի միջատներով։ Գարինի Տաշտը իր հարուստ կենսաբազմազանությամբ եւ ջահջային տարածքներով Արևմտյան Հայաստանի կարևորագույն թռչնային քաղաքի ուղիներեն մեկն է։ Տեղին գծարները կնպաստեն բնական հավասարակշռության պահպանման, սնվելով ջանջերով եւ այլ վնասակար միջատներով։ Ամռան բազմացման շրջանի ավարտեն յետք անոնք կշարունակեն իրենց եղանակային քաղաքը թեպի ապրիգե։ Հարգելի հայրենագիտներ, այսօրվան համար այսքան էինք նախատեսած։ Շնորհակալություն ձեր ուշադրության համար։ Լավ մնացեք։